Այսօր արհեստական բանականությունը ըստ էության կիրառությունը տարածվում է մեր կյանքի գրեթե բոլոր արդեն ասպեկտներում եւ առողջապահության ոլորտը կարծում եմ այս նոր տեխնոլոգիական զարգացման առաջամարտիկներից է եւ արդեն բավական երկար տարիներ է թե դիագնոստիկ, թե այլ ուղղություններով արհեստական բանականության միջոցով մենք կարողանում ենք շատ ավելի լավ տվյալներ ունենալ, կարողանում ենք ավելի լավ վերլուծություններ ունենալ եւ մի կողմից իհարկե մտահոգությունները թե բժշկական տվյալների օգտագործման, թե նաեւ այս տեխնոլոգիաների կիրառության արդյունքում մասնագիտական ներգրավվածության հետ կապված մտավախությունները կան, տեղին են, բայց իմ խորին համոզմամբ այս գործիքները լինելու են օժանդակ շատ կարևոր օգնող թե բժիշկներին, թե նաև մարդկանց կառավարելու իրենց առողջապահական հարցերը, լինելու ավելի տեղեկացված իրենց առողջության մասին եւ ըստ էության, գիտեք, եթե մենք չսովորենք մեր առողջության մասին հոգ տանելու պատասխանատվությունը ինքներս կրելու, որևէ մի առողջապահական համակարգ չի կարող մեր խնդիրները լուծել։ Եվ սա է նաև իմ այսօր այստեղ գտնվելու նպատակը, որպեսզի խրախուսենք նաև Հայաստանում առկա տեխնոլոգիական ընկերություններին ավելի ու ավելի հետաքրքրվել եւ այն նորարարության մեծ ալիքը, որ այսօր ընթանում է, մասը կազմել դրանում։ Ես վստահ եմ, որ մեր երկրի առողջապահական տվյալների հավաքագրումը արդեն բավական ուրեմն զարգացման փուլ է անցել եւ մենք էլ բաց ենք մեր երկրում ստեղծվող նոր տեխնոլոգիական լուծումների մասով աջակցել որպես ոլորտ դրանք հանրահռչակելու, դրանց օգտագործումը եւ կիրառությունը պատշաճ ճիշտ ձևով իրականացնելու։ Իհարկե որպես քաղաքականություն որոշող մեզ համար չափազանց կարեւոր է նաեւ տվյալների անվտանգությունը, բժշկական գաղտնիքի ճիշտ ուրեմն պահպանումը եւ սա այն հարցերն են, որոնք որ մշտապես մեր ուշադրության կենտրոնում են լինելու։ Մենք առաջիկայում էլ մեր բժշկական տվյալների վերլուծության եւ ընդհանուր առմամբ պահպանմանն ու կառավարման վերաբերյալ օրենսդրական որոշակի փոփոխությունների կարծում ենք կարիքը կա ամբողջ աշխարհը այսօր էթիկական եւ իրավական առումով փնտրտուքների մեջ է թե ինչպես պիտի կարգավորի արհեստական բանականության կիրառությունը մեր կյանքում եւ մենք էլ հետեւելով իհարկե աշխարհում տեղի ունեցող զարգացումներին անմասն չենք մնալու այլ հակառակը փորձելու ենք առաջատար լինելու նոր զարգացումներին մասնակիցը լինելու այսքանը